Ողջունում եմ բոլորիդ, ես այսօր գտնվում եմ Վարագավանքում և օրեր առաջ նշել էի, որ գալու եմ Վարագավանքի պատարագին և ձեզ հետ կիսվեմ և մի ուխտի պատմությունով և շարֆը գլխաշորը, որը պետք է թողնեմ Վարագավանքում, բայց պետք է ձեզ հետ կիսվեմ և պատմեմ նախապատմությունը։ Կարծում եմ յուրաքանչյուրիս հետ նման երազներ տեղի են ունենում, միգուցե մենք երկար մտածում ենք այդ մասին, ինչ-որ հարցի շուրջ, Աստծո հետ կապի մասին և այսօր, երբ որ ես նորից երևի 30-40-րդ անգամ եկա Վարագավանք, քիչ ուշ կշրջեմ և դուք նաև կտեսնեք ինքներդ, նայում էի պատերի վերջին ժամանակաշրջանի փորագրած տառերը, թվերը և ցավ էի ապրում, որովհետև մենք լինելով քրիստոնյա ազգ, լինելով առաջին քրիստոնյա ազգը, սովորեցնելով բոլորին, մեզ դասելով ամենից վեր և հենց այդ դրոշակ դարձնելով մեր առաջին քրիստոնյա լինելը, ամենատարրական պատվիրանները չենք պահում, այսինքն քրիստոնեությունը մեզ համար և եթե ես ասում եմ մեզ, ես միշտ ինձ էլ մի մասնիկն եմ համարում իմ ասած խոսքի կամ արտահայտության ու պատմության, որի մասին խոսում եմ, մեզ համար կնունքը, պսակադրության ծեսը, այդ ամենը դարձել է միջոցառում, շոու, հարսանիքի մի սիրուն բաղադրիչ մաս, որը հնարավորինս թող արագ անցնի, որ գնանք հասնենք ռեստորան, թե բնականաբար մոտ ընկերներից զատ ոչ մեկը չի գնում եկեղեցի, որովհետև եկեղեցին հետաքրքիր չի, բայց մենք հրավիրված ենք կնունքի կամ հարսանիքի միջոցառման։ Ես սա ինչու եմ ասում, որպեսզի մենք վերանայենք մեր հայացքները, վերանայենք մեր և Աստծո կապը և պարտադիր չի դա լինի գրքային, բայց պարտադիր է, որ մենք դա զգանք։ Սրանից 10-15 օր առաջ, երբ հերթական գործուղմանը պետք է գնայի Արագածոտնի մարզ, այդ երեկո երազ տեսա և մի հարմար տեղ նստեմ, որ պատմեմ ձեզ, և տեսա, որ Շիրակի մարզի Սառնախբյուր եկեղեցում ծնկած աղոթում եմ, չնայած որ ինչ-որ բան չէի պլանավորել կամ մտածված ինչ-որ ուխտ չունեի կամ սպասելիք կամ ակնկալիք չունեի և միշտ գոհ ու շնորհակալ եմ Աստծուց, բայց ծնկած աղոթում եմ և այս շարֆը հետո թողնում եմ այդ եկեղեցում, ըստ իմ երազի և ինչով է խորհրդանշական շարֆը, որ մենք բոլորս խոսում ենք հոգևոր արժեքներից, խոսում ենք հոգու մաքրությունից, խոսում ենք զգայական մեր աշխարհից, բայց շատ դժվար ենք բաժանվում որևէ նյութական իրից և շարֆը, որի մասին խոսում եմ, այն ինձ համար ոչ թե ֆինանսական, գուցե այն արժի $1000, գուցե արժի $100, ես չեմ էլ հարցրել և արժեքը ինձ համար իրականում կարևոր չի, բայց խորհուրդ ունի, որովհետև մոտ 4 տարի առաջ տիկին Հասմիկը իր շարֆը նվիրել է ինձ և ասել խոսքեր, որ իր շարֆի հետ տալիս է իր օրհնությունը, որպեսզի որտեղ գնամ կանաչ ճանապարհ լինի, կփաստի ինքը իր այս խոսքերը և այս շարֆը միշտ այս 4 տարիների ընթացքում ես կկրեմ տարբեր գլխաշորեր, տարբեր շարֆեր, բայց այս կոնկրետ սա, որպես թալիսման բոլորս ունենք, մեկը ունի ինչ-որ բրիլոկի տեսքով, ինչ-որ քարի տեսքով, պայուսակի մեջ, պորտմանի մեջ, իմը այս շարֆն էր, որ անկախ նրանից այդ օրը տվյալ հագուստի հետ ինչ գլխաշոր եմ կրում կամ շարֆի հայերեն եմ փորձում հիշեմ, չեմ հիշում, սա իմ հետ էր պայուսակիս մեջ, սա այդ թալիսմանն էր, որ ուր էլ գնամ, ինչ հանդիպման էլ գնամ, տիկին Հասմիկի օրհնությունը լինի ինձ հետ և այդ օրը, երբ որ ես Սառնախբյուրի այդ եկեղեցում աղոթում էի, այս շարֆներին վզին ու ես պետք է հանեի ու թողեի եկեղեցում, որպես ինձնից մի կտոր թանկ իր, որի հետ կապված եմ հոգեպես, սա միգուցե խորհուրդ էր, որ պետք է նաև կարողանանք հրաժարվել կամ բաց թողնել ամենաթանկը և Այսօր այս շարֆը ես թողելու եմ Վարագավանքի եկեղեցում առանց ափսոսանքի, այնքան սիրով ու այնքան մեծ
Տրամադրությամբ եմ եկել ու որոշումով, որ այն պետք է թողնեմ այստեղ եւ ուրախանում եմ, որ վանք մարդիկ են գալիս, հիմա վանքի պատմությանը կանդրադառնամ եւ քանի որ եթերս նայելու է նաեւ տիկին Հասմիկս եւ տիկին Աղավնին, ովքեր վաղուց հետեւում են իմ էջին, ծանոթ են նաև Լիդա Ասատրյանի հիշատակին նվիրված ծրագրին եւ ուզում եմ ասեմ, որ ինձ հետ բերել եմ նաև Լիդայի շարֆը, որը Ամերիկա այցելածը ժամանակ տիկին Աղավնին նվիրեց ինձ, որպես իր թանկ հիշողություն իր աղջկանից եւ ասաց ուզում եմ Լիդայի շարֆը կրես։ Ես մի քանի անգամ կրել եմ եւ սա որպես նույն թանկ գնացեք ներս, ես կգամ սկսել են արդեն։ Բարև ձեզ, որպես կգամ ես ուղիղ եթերը, որպես տիկին Աղավնի համար թանկ ու Լիդայից հիշատակ նույնպես թողնելու եմ վարագա վանքում, որ հարյուրավոր, հազարավոր հավատավորներ, կանայք գան եւ այս գլխաշորները, որոնք ունեն իրենց մեջ արդեն օրհնություն ու պատմություն, կրեն եւ թող իրականանա իրենց ուխտը։ Ուխտի հետ կապված իմ վերաբերմունքը նույնպես պիտի ասեմ, որ ինձ համար ուխտն էլ մեկ օրվա կամ մեկ անգամյա գործողություն չի, եթե մենք կրում ենք Աստծուն մեր մեջ, մենք չենք կարող ինչ-որ մի սխալ քայլ կատարել, գալ հետո եկեղեցում աղոթել, ներողություն խնդրել ու կարծել, թե ամեն ինչ ներված է, այսպես ասեմ, չնայած որ բնականաբար Աստված ներում է, երբ որ մենք աղոթում ենք, բայց եթե գիտակցում եւ նորից գնում նույն մեղքն ենք գործում, հետեւաբար իմաստը այդ եկեղեցի գալու։ Ինձ համար եկեղեցիները դրանք պատմամշակութային կոթողներ են, որոնք փաստում են մեր դարավոր պատմությունը եւ որի պատճառով նույնպես բազմիցս ենթարկվել եմ հալածանքների, ճակերտների մեջ ասեմ, այն մարդկանց կողմից, ովքեր որ ինչ-որ հայացքներ չէին կիսում քաղաքական, երբ որ ես ասում եի օրինակ վարագավանքը մեր դարերի պատմությունն է փաստում, ես դա ասում եի Սյունիքում Խնածախի եկեղեցու մասին, Բղենով վանքի եւ բոլոր խոնարհված եկեղեցիների մասին, ինձ ասում էին, որ անգամ կրոնն է սխալ մեկնաբանում, բայց ամեն մեկս մեր հավատքի ձևն ունենք եւ ես պարզապես կիսվում եմ ձեզ հետ եւ վստահ եմ յուրաքանչյուրը ձեր ձևով հաղորդակցվում եք Աստծո հետ, բայց ես նրա հետ հաղորդակցվելու առիթներ չեմ փնտրում առանձին վայրերում, որովհետեւ անդադ ինձ հետ է եւ եթե անգամ սխալ եմ անում, էլ ինձ հետ է տեսնում է, եթե ճիշտ եմ վարվում, ուղղորդում է տեսնում է, եթե սխալ եմ անում, ուղղորդում է, ուղղվում եմ ու անսխալական մարդ չկա։ Հիմա անդրադառնամ ինչպես հայտնվեցի Վարագավանքում, էլի գալիս էինք մեր գործընկերների հետ Տավուշի մարզ եւ ճանապարհին պետք է թեքվեինք, ինչ որ խոչընդոտներով եկանք, դա շատ չմանրամասնեմ, պետք է թեքվեինք Վարագավանք, ես քանի որ այստեղ եղել էի բազմաթիվ անգամներ, որպեսզի գեղեցիկը ցույց տամ, դրսից ինչքան հյուր ունեցել ենք, տիկին Հասմիկս էլ կփաստի, ով եկել է, հյուրեր ենք ունեցել, եկել ենք Բերդ, ես ծնունդով Բերդից եմ, դա էլ հպարտությամբ նշեմ, Տավշո արյուն է իմ մեջ կամ ուտիքի եւ երբ որ ժողովուրդը ասեցին մեր ընկերները, գործընկերները, թեքվենք Վարագավանք, ես դժգոհություն հայտնեցի, ասեցի ինչ կլինի, չգնանք հոգնած ենք կամ հետ դարձին եւ Սուսաննան ասաց, որ հետ դարձին արդեն մթնած կլինի եւ վանքը տեսանելի չի լինի։ Հիմա այն ինչը ես ձեզ ցույց տամ, ովքեր չեն տեսել, ուղղակի կհասկանաք, որ ինչի մասին եմ խոսում եմ մի հրաշքի մասին, որը երկնքից մեկ կանգառ ներքև է գտնվում Աստծո փեշի տակ, աշխարհից կտրված մի ուրիշ իրականություն, դուք պետք է գաք ուղղակի, որպեսզի ստեղ զգաք Աստծո ներկայությունը, շունչը եւ ապրեք այն ինչ որ ապրում է ամեն մարդ, գալով ու տեսնելով այս ամենը։ Եվ մենք թեքվեցինք եւ մենք եկանք Վարագավանք այդ օրը, քանի որ հետադարձին ուշ պետք է լիներ եւ եկանք վանք, սա արդեն երևի տեսախցիկս շրջեմ եւ շրջելով պատմեմ, որպեսզի ավելի դոկումենտալ ֆիլմի նման լինի, որովհետեւ այս եթերը նաեւ պահպանելու եմ, որովհետեւ այն ունենալու է շարունակություն մասերով մինչեւ իմ պատկերացրած եւ իմ ընկերների պատկերացրած տրամաբանական ավարտը։ Ես այն կողմից էլ կշրջեմ, բայց երբ որ մենք հակառակ կողմից մտանք
վանքի բակ, այս վանքում երբևէ քահանա չի եղել, որովհետև ինչպես տեսնում եք, այն խոնարհված եկեղեցի է եւ մենք եկել ենք, ինչպես մնացած վանքերն են գնում, որտեղ եկեղեցի չկա, որտեղ ներողություն քահանա չկա, որտեղ օծված չի եկեղեցին։ Ես այս քարերի մասին եմ խոսում, երբ որ ասում եմ պատմություն, մեր դարավոր պատմությունը, մեր գոյի մասին թվականները եւ խոսում եմ վանդալիզմ ասված այս երևույթի մասին, այսա մարդիկ ովքեր նստում եւ լաց են լինում չակերտների մեջ, ողբում են կորած եկեղեցիների մասին, ովքեր եկեղեցու պատմություն չգիտեն կամ աստվածաշունչ բացած չկան, որովհետև կարդալ չեն սիրում կամ տառերը չգիտեն, հազար ներողություն եմ խնդրում, բայց իմ այս ճանաչողական, ուսուցողական, անկեղծանալու ձեզ հետ կիսվելու ուղիղ եթերի մեջ, բնականաբար ես իմ ողջ հույզերը կիսելու եմ ձեզ հետ եւ նաեւ ասելու եմ սա մարդիկ ովքեր սա արել են, սա կոչվում է վանդալիզմ եւ նման մարդկանց պետք է դատել խստագույնս, որովհետեւ երբ որ մենք խոսում ենք մի բան, առհասարակ վեր ենք ածվել այդ տիպի մի ժողովրդի, որ խոսում ենք մի բան, անում ենք այլ բան։ Ես վստահ եմ, որ Սերժիկը իր Facebook-ի էջում լացել է մեր կորած եկեղեցիների եւ Խաչքարի համար, Վաղինակը եւ Բաբայան, Վաղինակը, խնդրեմ, վստահ եմ նրանք մարգարեներ չեն եւ դարերի պատմություն չունեն եւ սա փորագրված չի մեր պատմահայրերի կամ մարգարեների կողմից, սա ուղակի Վալերին, տեսեք, Հակոբը, Խաչիկը եւ այսպես շարունակ, այսինքն այն ինչը որ չշարունակեմ էլի, թե չէ ամբողջ պատը պետքա կարդամ եւ սաղմոսներ չեմ կարդալու բնականաբար, այս հարցին ուղղակի անդրադառնում եմ վանքի հետ կապված, բայց բոլոր եկեղեցիներում եկեք փորձենք անգամ եթե մենք դա արել ենք, բոլորս էլ սխալական ենք եւ բոլորս էլ իրավունք ունենք զղջալու, ուղղվելու եւ դա շատ ավելի առավել է, քան չզղջալ եւ անտեսել մեր արածը։ Վարագավանք շատ վաղուց այսքան մարդ չէր գալիս, որովհետև հիմա պետք է պատմեմ մի փոքր այդ հատվածը, երբ որ մենք մտանք Վարագավանք, այստեղ քահանա կար, ում մասին հիմա ներսում եմ պատմելու, բայց նրա պատմածով, որը ինձ համար դարձել է դաս եւ հիշողություն, պետք է ասեմ, որ Վարագավանքի վերջին քահանան եղել է արքեպիսկոպոս Գևորգ Գրիգոր Մանուչարյանը 1846 թվականին, մոտ 2 դար առաջ։ Եվ դրանից հետո վանքը չի ունեցել քահանա եւ նմանատիպ վանքերը, որոնք որ քահանա չեն ունենում, կոչվում են խոնարհված։ Սա վերանորոգված հատվածն է, պետք է նաեւ պատմեմ, որ ունի խաչքավոր եկեղեցին, պարոն Մանուչարյանը, ում կարծում եմ այսօր նույնպես կհանդիպենք եւ մենք շատ տեղերում հանդիպելու ենք խոնարհված եկեղեցիներ, քանդված եկեղեցիներ, արդեն պատերը մնացած եկեղեցիներ, այստեղ տեսեք նաև տեսնեմ բաց է այս մասը ցույց տամ։ Հիմա այս քարերի մասին եմ ուզում խոսեմ, բոլորդ ձեր մարզերում հանդիպում եք նմանատիպ քարերի, սրանք տապանակարեր են, այսինքն գերեզմաններ են քահանաների, տվյալ ժամանակահատվածի եւ ես շատ հաճախ նաեւ հանդիպում եմ եւ դա նույնպես պետք է ասեմ ու եթե ձեզ մոտ կա այդ հարցն էլ նույնպես ձեր օրակարգ մտցրեք նստարանի է վերածված խաչքարեր, այսինքն տապանակարը եւ ինչ որ մի բանի խոսելիս ես միշտ ասում եմ, օրինակ մեկի բակում դրված է սրային բարձր տեսակները եւ վրան նստում սուրճ են խմում, մեկի մոտ գոմի աստիճանի երկրորդ աստիճան է ծառայում մինչև մտնելը, բայց սա փաստորեն Գրիգոր Ս. Փու երևի որդին
ինչքանը որ կարդացի, այսինքն սա մարդու գերեզման է եւ ես այսպես եմ պատկերացնում, որ մի քանի դար հետո ինչ որ մեկը պետք է իմ գերեզմանի վրա նստած սուրճ խմի եւ դա լինի նորմալ։ Պետք է անպայման սովորենք խոսել եւ միայն գեղեցիկը չխոսենք ու ներկայացնենք, խոսենք խնդիրներից, բացերից, սխալներից եւ խոսենք ոչ թե իրար փնովելու կամ անվանական վիրավորելու կամ մեկս մեկի վրա ինքնահաստատվելու համար, այլ խոսենք սխալները ուղղելու համար։ Եվ ես առաջին հերթին ինքս ամեն բառ ասելիս ասում եմ ինքս ինձ եւ այստեղ կարծում եմ ճգնել են, որովհետև այս մատույցները աղոթել են, ծոմ են պահել, բայց բոլորս գիտենք այս խորհուրդը, որ լույսը եւ այլն, բայց արի ու տես, որ այստեղ Տանյան, Օլյան, Դավիթը 1976 թվականին թողել են իրենց պատմական հետքը։ Եվ եթե մենք խոսում ենք եկեք փաստենք, որ այդ ամենը առաջինը մենք ենք եւ մեզնից է սկսում, եկեք մեզնից հեռու չփնտրենք։ Օրինակ, ինչքանով դավաճան չի Վլադիկը, Մերին, Արմինեն, եւ ինչպես ես որոշեցի, որ հենց այստեղ է Վարագավանքն է իմ եկեղեցին եւ շատ ցավով պետք է նշեմ նաեւ առանց անհատականացնելու կամ անձերի ես շատ հատուկ վերաբերմունք ունեմ թե եկեղեցու թե եկեղեցականների հանդեպ եւ շատ սիրով եմ վերաբերում բոլոր եկեղեցականներին, բայց որպես այդպիսին նրանցից ոչ մեկը երբևէ չեն եղել կապ կամ կամուրջ իմ եւ Աստծո կապի մեջ, որովհետեւ երբ որ դու տեսնում ես մարդը մահկանացուն, ով ապրում է աշխարհիկ կյանքով կամ այնքան էլ քո պատկերացրած Աստծո ներկայացուցիչը չի կամ դեսպանը չի, ով քեզ հետ պետքա այդ կապը պահի կամ քեզ օգնի ինչ-որ հարցում, հետևաբար նրանք ինձ համար պարզապես սիրելի մարդիկ են, լավ մարդիկ են, ովքեր ներկայացնում են եկեղեցին, բայց այստեղ այսքան ինչու եմ ասում եւ կիսվում, որովհետեւ ես միգուցե դա նաեւ իմ ծնողների դաստիարակությունն է, իմ մայրիկը ինձ պարտադրել է դեռ 7 տարեկանից ընթերցել մանուկների Աստվածաշունչ, հետո ինձ նվիրել են արդեն մեծ Աստվածաշունչը։ Ես դրան զուգահեռ առաջին կուրսում քննություն եմ հանձնել արտասահմանյան գրականությունից եւ իմ թեման եղել է Դեկամերոնը, այսինքն դուք պատկերացնում եք ինչքան հակասություններ եւ վերլուծություն, ու եթե դու ավելի սիրում ես ուսումնասիրել փաստեր, պատմական փաստեր, ընդ որում ես ուզում եմ ընդունում աստվածաբանական, բայց ժուրնալիստիկան ընտրեցի, դրա համար իմ մոտ այդ աշխարհը մի քիչ ավելի խորն է եւ հուզական առումով եւ կապի եւ զգայական եւ նաեւ գիտակից։ Ու այս քանդված եկեղեցին տեսեք, էս ենք մենք, մեր դարերի պատմությունը ու այս ամեն մի քարը, էս էլ ենք մենք հիմա, յուրաքանչյուրս 10 միլիոն հայ, քանդված, իրար գլխի լցված, սփռված, բայց կանք, այս քարերն էլ կան, միգուցե մեր խաչ եղբայրը, ով խաչքավորը ներողություն, ով վերանորոգել է վանքի այս հատվածը, մի օր էլ մեկ ուրիշ խաչքավոր կամ հենց նույն խաչքավորը կվերանորոգի այս հատվածը, այսինքն կհավաքի այս բոլոր քարերը իրար վրա, քարը քարին կդնի եւ այդ քարը քարին ասված խոսույթն էլ հենց այնպես չի, այդպես էլ մենք պետք է յուրաքանչյուրս քար դառնանք, քարը քարի վրա դառնանք, իրար ձեռք ամուր սեղմենք, որպեսզի կարողանանք մեր այս դարավոր պատմությունը, քանդված պատմությունը, որի մասին խոսում եմ եւ որի մասին խոսում եմ խաղաղության աղոթքով, որովհետև իմ աղոթքները միշտ եղել են առողջության մասին, սիրո մասին, շնորհակալության մասին եւ խաղաղության մասին, արդեն պատերազմից հետո շատ ավելի խորը։ Եվ երբ որ ես մտա այս բակ ու այսպես նկարում էի որպես պատմամշակութային կոթող, այս այն հատվածն է, որ այն կողմից ցույց տվեցի, այս դռնից այսինքն չէ՞ լի, իմ քահանան ներս մտավ,
ցուրտ եղանակ էր։ Ահա։ Բայց всё որթեն գավ։ Հա, վերջ։ Ցուրտ եղանակ էր եւ մեր քահանան հագել էր սքեմա ու իմ համար դա այն աստվածաշնչի ոնց որ մի էջ բացվեր ու այդ սև շորի վրա սև ձմեռային կուրտկայով էր բաճկոնով ու մրսում էր ցուրտ էր եւ ինքը այստեղից երբ որ այս դռնով ներս մտավ եւ արդեն քայլեց դեպի ինձ ու ես ապշած նայում եմ դեպի նա ու ինձ մոտ երևում է պատկերը այդ պահին չնայած շատ երիտասարդ է 33 տարեկան բայց օրինակ ես Աստծո հետ խոսելիս կամ այդ պատմությունների մեջ իմ համար շատ հզոր է Մովսեսի կերպարը իմ պատկերացումներով ու այն վառվող մորենին ինձ համար մի խորհուրդ առանձին արժի եւ Մովսեսը երբ որ գավազանով առաջնորդվում է ու այս քահանան երբ որ դուրս եկավ sense մի հատ մարգարերի կերպար էր եւ ինքը շատ նման է այն նկարին կամ այն ֆիլմին երբ որ Հիսուսը աղոթում է երեխաների համար եւ երեխաներին իր շուրջն է հավաքում հիմա անգամ եթե գուգլեք իմ աստվածաշնչի մեջ կա այդ նկարը բայց Google-ով որ գրեք Հիսուսը աղոթում է երեխաների համար, կտեսնեք այդ պատկերը։ Տեր Եղիան հենց այդ պատկերն է եւ ես կարող եմ ասել, որ ես գտել եմ իմ քահանային եւ այն երազը ծնկած աղոթքը ամենաթանկը եկեղեցում թողնելը ու այդ խորհուրդները, որոնք որ մեզ հուշում է մեր ենթագիտակցությունը, որը մեզ տալիս է ճանապարհ ճիշտ քայլելու անգամ եթե ճանապարհին քարեր ունենք քարին որպեսզի մեր ոտքը չհառնի անպայման պետք է ունենանք նաև մեր հզոր հավատքը ուժը այդ կապը դե ամեն դեպքում ես իմ մասին եմ նաև ասում որովհետև ձեզ հետ կիսվում եմ իմ ամեն մի քայլով գործողությունով այցով գյուղով եւ այսօր արդեն եկեղեցիով ու քահանայով ուզում եմ ասեմ որ ես գտել եմ իմ քահանային եւ այն քահանային ում հետ կարող եմ խոսել օրինակ Աստծո մասին թույլ տալ ինձ զրուցել նրա հետ Աստծո մասին իմ մասին իմ գործողությունների մասին եւ այս եկեղեցու մասին բայց մեր քահանայի մասին նրա պարզության ու իրական լինելու մասին ուզում եմ այստեղ ուղղակի ասեմ որ երբ որ մտանք երբ որ ինքը այս կողմից դուրս եկավ ու սկսեց պատմել եկեղեցու մասին եւ ասեց որ երկու դար առաջ է եղել arczepiskopos է եղել քահանան եւ այլևս քահանա չի ունեցել ու ես իրեն հարցնում եմ ասում եմ իսկ հաջորդը ով է այդ arczepiskoposից հետո նա ամաչում այսինքն դա ինչ է նշանակում ինքը փառասեր չի ինքը մեծամիտ չի ու չի ուզում որ ասես որ հաջորդ քահանան դու ես ու ես իրեն ասում եմ Տեր Եղիա հաջորդ քահանան ով վարագավանքի պատմություն է մտնելու դա դուք եք եւ դուք պետք է ասեք դա որովհետեւ դուք եք մտնելու այդ պատմության դասագրքեր վարագավանի պատմության գրքի մեջ եւ դա այդպես է այսինքն երկու դար անց մենք ունենք քահանա հիմա ես ներս եմ մտնում եկեղեցու մեջ թե չէ կապը կորումա դրա համար ես չեմ կարող մտնել եւ այստեղ նաեւ շատ կարճ կխոսեմ, որովհետեւ անդրադառնալու եմ, երբ որ մենք Տեր Եղիայի հետ զրուցում էինք ու ինքը պատմում էր, որ դեռ ինքը նոր է ձեռնադրվել եւ եկել է այստեղ ծառայության ու ասաց, որ եկեղեցին լույս չունի, այսինքն այսքան իմ ամբողջ պատմությունը, իմ ամբողջ ներկայացնել այս ամենը եկեղեցու լույսի մասին էր, որովհետև անտառի մեջ ծվարած, աշխարհից կտրված, մոռացված, երբեմնի խոնարհված, բայց այսօր վերածնված ու արդեն քահանատեր ունեցող եկեղեցին չունի լույս եւ յուրաքանչյուրս էլ հասկանում ենք, որ սա ես չեմ պատկերացնում թիվը, բայց պատկերացնելով եւ հեռավորությունը ամեն ինչը շատ փոքր գումարի մասին չի, շատ հսկայական մեծ գումարի մասին է, բայց երբ որ ես Տեր Եղիային տեսա եւ տեսա նրա այդ իրական քահանա լինելը, այն առաջին նախադասությունը, որ ասացի ես չգիտեմ երբ, ինչպես ու ոնց է դա տեղի ունենալու, բայց ձեր օրոք վարագավանքը
լուսավորվելու է եւ դուք լինելու եք այս վանքի լուսավորիչը, որովհետեւ դուք եք այսուհետ Տերը եւ ինչպես ես միշտ ասում եմ, ես իմ երկրի Տերն ու ծառան եմ, այդպես էլ կարծում եմ քահանայի մոտ է, Տեր հոր մոտ է լինում, որ ինքը Տերն ու ծառան է, այսինքն ծնողն ու պատասխանատուն։ Բնականաբար չգիտեմ ինչպես է լուսավորվելու, բայց շատ վստահ եմ եւ այս փաստը ուզում եմ արձանագրվի, որ այս եկեղեցին լույս ունենալու է։ Իսկ մինչ այդ, երբ որ ես խոսեցի տիկին Հասմիկի հետ ու 2 օր առաջ գնացել էինք Գյումրվա մանկատուն, որտեղ էլի տարել էինք բավականին աջակցություն եւ ես չէի տեղադրել աջակցությունները, սակայն այսպես եթերով ասում եմ, որովհետեւ այդպես էր պետք, բայց տեղ էի հասցրել եւ կարծում եմ տիկին Հասմիկն էլ վստահ է, որ ամեն բան նպատակին ծառայել է ու քանի որ գումար կար ինձ մոտ դեռ Քրիստինեի եւ Գարիկի կողմից ուղարկված աջակցության, Գարիկն ու Քրիստինե Ազատյանները ապրում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իմ տիկին Հասմիկի հարազատներն են եւ մենքի մի մասնիկն են, ամբողջ աշխարհի մենքի, չնայած որ տիկին Հասմիկն էլ շեշտեց, որ այս աջակցությունը առաքյալների ընդհանուր ծրագրից դուրս է, բայց միևնույնն է նրանք մենքի գաղափարի կրողն են եւ դրանով արդեն ինձ համար մենքական են եւ բացի այդ նաեւ առաքյալների մեջ կան ամենամսի աջակցությունների տարբերակով։ Հիմա ես այստեղ նշել եմ ինչու։ Մենք բերել ենք կտավ Քրիստինեի եւ Գարիկի անունից, այս կտավի վրա մեր Լիլիթը կնկարի ծառ, մենքի ծառը, ես սա դատարկ ցույց եմ տալիս, որ հետո վիդեոն կտեղադրեմ եւ մարդիկ, երեխաները, մենք այստեղ փաստել եմ տարեթիվը, Տերիեղյան, մենք 2 դար անց եւ տիկին Հասմիկի անունն եմ գրել ամսաթվով, Գարիկի եւ Քրիստինեի, որպեսզի ես ժամանակ անց երբ որ գամ 1 տարի, 3 տարի, 5 տարի, երբ որ Հայաստան կգան Գարիկն ու Քրիստինեն, տիկին Հասմիկը սկիմանան, որ իրենց սրտի հոգու մի մասունքը, մի մասնիկը այստեղ է եւ քանի որ մեր գումարի մեջ $350 մոտ դրամ է մնացել, այն ինչը որ ես կարող էի այդ պահին մտածել, խորհրդակցել տիկին Հասմիկի հետ եւ խնդրել, դա այս պարագայում միայն հնարավորությունն է արևային լապտերների, որը գոնե կտեղադրենք եկեղեցու շուրջ ու դա կլինի առաջին քայլը լուսավորության փոքրիկ լույսի, այսինքն դրանք կլինեն լուսատտիկներ անտառի մեջ, որոնք ուղղակի կպատմեն, որ այս անտառում կա եկեղեցի, որը պետք է լուսավորվի ամբողջությամբ եւ դա կլինի առաջիկայում, հուսով եմ ոչ շատ հեռու ապագայում, իսկ սկզբի համար որպես խոստում եւ միշտ քանի որ փաստերով եմ խոսում ու ձեզ հետ կիսվելով անպայման առաջիկայում, առաջիկա 1 ամսվա ընթացքում, որպեսզի շատ մոտ ժամկետներ չնշեմ ու անպատասխանատու չթվամ, ես այդ արևային լույսերը կպատվիրեմ, կհասցնեմ այստեղ, կներկայացնեմ եւ բոլորիդ եւ հաշվետվությունը պարտադիր Քրիստինեին, Հասմիկին եւ տիկին Հասմիկին ներողություն եւ Գարիկին, որպեսզի նրանք էլ տեղյակ լինեն, որ իրենց ամեն մի լուման ծառայեց նպատակին, այս տարբերակում պարզապես դառնալով լույս մեր եկեղեցու բակում։ Այսօր Քրիստինեի եւ Գարիկի ու տիկին Հասմիկի աջակցությամբ նաեւ երեխաներին բաժանելու էինք մատիտներ, ալբոմներ նկարելու համար, քաղցրավենիք, որպեսզի եկեղեցին նրանց հետ գեղեցիկ պահերի հետ ասոցացվի, որովհետեւ կարծում եմ հենց կապը եկեղեցու հետ ու ընտանիքի պետք է սկսել ու վերականգնել հետ բերել երեխաների միջոցով եւ մի երազանքով նույնպես ձեզ հետ պիտի կիսվեմ, որպեսզի ձեզնից հետո լսեմ խորհուրդ, ուղղություն, որովհետեւ այդքան էլ այս երբ որ ինչ որ մի բանին ոլորտը չի, չեմ պատկերացնում առանց խորհրդի ինչպես կարող եմ առաջնորդվել, որովհետեւ ամեն օր, ամեն վայրկյան, ամեն ժամանակ ես ասում եմ, որ յուրաքանչյուրի աջակցությունն ու խորհուրդը կարեւոր է եւ ձեր օգնությամբ եմ կարողանում իրագործել անգամ անիրականանալի թվացող երազանքը։ Եվ այսպես, դեռ չեմ խոսել Տերիեղյայի հետ եւ աղասի հետ, ով Ծաղկավան գյուղի վարչական ղեկավարն է եւ մեր
ընկերը, էլի հրաշալի անձնավորություն, նվիրյալ, ով նույնպես իր նպաստը ունի մեր վարագավանքում հայտնվելու պատմության մեջ, բայց ինչպես ասացի, սերիաներով ես այս վարագավանքի ամբողջ հետագա ընթացքը ձեզ ցույց եմ տալու, նաև Տեր Եղիայի ծառայության ընթացքը։ Հիմա խնդրանքս հետևյալն է, ինչ խորհուրդ եմ ուզում լսել ձեզանից։ Ես շատ կցանկանամ, որպեսզի եկեղեցին ունենա կիրակնորյա դպրոց, այսինքն ոչ թե կարող է եւ Տեր Եղիան գնալ գյուղ, օրինակ Ծաղկավան եւ Վարագավան գյուղերը առաջիկա երկու գյուղերն են, բայց ավելի կցանկանամ, որ քանի որ արժևում էլ ամառ է, երեխաները գան այստեղ, նրանք կարող են խաղալ խաղեր, լսել պատմություններ, ու այն իմ տեսած պատկերը, որ Տեր Եղիան նման է Հիսուսին, ով իր շուրջը հավաքել էր երեխաներին, պատկերացնում եմ հենց այստեղ ու այդ կերպ, որ այդ կիրակնորյա դպրոցը կտա հենց այն կրթությունը, որը որ ոչ միայն Աստվածաշունչ ուսանելու եւ հավատքը ճիշտ ընկալելու ու ճանաչելու պատմություն է, այլ կոնկրետ ուղիղ իմաստով դաստիարակություն է, այնքան խորը դաստիարակություն, որ կլինեն բաներ, որ անգամ մենք ծնողներս տանը չենք կարող հասնել այդ արդյունքին, ինչը կարող է անել քահանան, ճիշտ քահանան, երեխաների հետ ճիշտ հաղորդակցվելու միջոցով, այնպես որ իմ հաջորդ երազանքը ցանկությունը, առաջին մեծը դա լուսավորությունն է եւ հաջորդը, որ մեր եկեղեցին ունենա կիրակնորյա դպրոց, որի համար գոնե պետք է աջակցություն, ռեսուրս եւ ովքեր կցանկանան աջակցել նաեւ խորհուրդ տալ, ինչպես է դա կազմակերպում, ես անմիջապես ուղիղ ձեզ կտամ կոնտակտը Տեր Եղիայի, որպեսզի դուք համատեղ աշխատեք եւ լինեք, ինչպես երևի եկեղեցին ունենում է Խաչքավոր, թող երեխաներն ու դպրոցականներն ու կիրակնորյա դպրոցը ունենա այդ աջակցությունը, կարծում եմ դա փոքրիկ ընդմիջումների, խաղերը գնելու, գրենական պիտույքները գնելու, տրանսպորտային ծախսեր ու չեմ էլ պատկերացնում ոնց է դա համակարգվում, բայց պատարագից հետո անպայման զրուցելու եմ Տեր Եղիայի հետ եւ բնականաբար կիսվելու եմ ձեզ հետ մեր ամեն հաջորդ քայլով, որովհետեւ երբ որ ես ասում եմ, ես երազանք ունեմ, դա 10 միլիոն հայի անունից եմ ասում, որովհետև չեմ երազում անձնական ինչ-որ մի բան ինձ համար, այլ համարում եմ իմ անձնականը երկիրը, եկեղեցին եւ վստահ եմ յուրաքանչյուրդ էլ ինձ նման եք մտածում եւ ընկալում։ Կսպասեմ ձեր արձագանքներին, խորհուրդներին, կապ հաստատեք ինձ հետ եւ անպայման յուրաքանչյուրիդ խորհուրդը կկիրառեմ, առհասարակ ոչ միայն եկեղեցու հետ կապված, գիտեք, որ ամեն մեկիդ արձագանքում եմ, ամեն մեկիդ էլ առանձնահատուկ եմ վերաբերում եւ ընդունում եմ յուրաքանչյուրիդ խորհուրդը, հորդորը, դիտողությունը եւ գնահատանքը։ Սիրում եմ բոլորիդ, ասում եմ ձեզ ամենալավն ու բարին եւ արև ձեզ։